Ողջույն սիրելի հետևորդներ, ԱՄՆ գլխավոր լուրերի այս թողարկմանը դիտեք։ Կենտրոնական հետախուզության վարչության կենտրոնական գրասենյակի մոտ զինված միջադեպ, անվտանգության ուժերը վերահսկում են իրավիճակը, ինչ է պարզ այս պահին։ Տեսլայի դեմ վանդալիզմի ակցիաներ, հարձակումներ, այրվող մեքենաներ, կրակոցներ, Թրամփն այս գործողությունները որակել է ներքին ահաբեկչություն, ինչ են պատրաստվում անել իրավապահները։ Կալիֆոռնիայի Medicaid-ի ֆինանսավորման ճգնաժամ, ներգաղթյալների ապահովագրության հարցը օրակարգում է։ Նահանգը բախվել է 6.2 միլիարդ դոլարի բյուջետային պակասորդի, ինչը կարող է ազդել 15 միլիոն մարդու բժշկական ապահովագրության վրա։ Գերագույն դատարանը քննարկում է դատավորների կողմից համընդհանուր արգելանքների օրինականությունը։ Արդյոք մեկ դատավոր կարող է կասեցնել ամբողջ երկրով կիրառվող քաղաքականությունը։ Ամերիկայի կենտրոնական նահանգները կրկին փոթորիկների նոր ալիքի տակ, տասնյակ միլիոնավոր մարդիկ գտնվում են ուժեղ քամիների, ձնաբքի և անտառային հրդեհների վտանգի գոտում։ Կոլումբիայի համալսարանի ուսանող ակտիվիստը կարող է վիճարկել իր կալանքը։ Պաղեստինամետ Մահմուդ Խալիլի գործը դատարանը կքննի Նյու Ջերզիում։ Թրամփի վարչակազմը կասեցրել է $175 միլիոն պետական ֆինանսավորումը Փենսիլվանիայի համալսարանին։ Պատճառը համալսարանի կանանց լողի թիմում տրանսգենդեր մարզիկի մասնակցությունն է։ Թրամփ-Զելենսկի բանակցություններ, խաղաղության հնարավորություն, թե նոր առճակատում։ Թրամփը Սպիտակ տանը տեղի ունեցած անախորժ միջադեպից հետո առաջին անգամ խոսել է Զելենսկիի հետ, ինչ են քննարկել երկրների ղեկավարները։ Միացյալ Նահանգները կասեցրել է Ռուսաստանի դեմ հետախուզական և հակահետախուզական գործողությունները։ Թրամփի վարչակազմը վերանայում է քաղաքականությունը Ռուսաստանի հետ հնարավոր պայմանավորվածությունների համատեքստում։ Այս և այլ լուրերի մանրամասները հաջորդիվ, բայց մինչև այդ մեզ հարկավոր է ձեր անմիջական աջակցությունը, նյութերը հավանելու և այն տարածելու կարևոր գործում։ Չենք մոռանում նաև բաժանորդագրվել ալիքին։ Ես Հարություն Մինասյանն եմ և վստահեցնում եմ, ձեր ակտիվությունն է ուժ տալիս ավելին անելու և ծրագրելու։ Եվ այսպես, Կենտրոնական հետախուզության վարչության գրասենյակի մոտ զինված միջադեպ է գրանցվել։ Պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ իրավապահ մարմիններն արձագանքել են գլխավոր գրասենյակի մոտ տեղի ունեցած միջադեպին և ամբողջությամբ վերահսկում են իրավիճակը։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ միջադեպի ժամանակ տարածքում եղել է զինված տղամարդ, որը ենթադրաբար հոգեկան առողջության խնդիրներ է ունեցել։ Վիրջինիա նահանգի Մքլին քաղաքում կենտրոնական հետախուզության վարչության շտաբ բնակարանը փակվել է, իսկ դեպքի վայրում աշխատում են հատուկ նշանակությամբ SWAT ջոկատը և այլ գործակալություններ։ Հարձակումներ Թեսլայի վաճառակենտրոնների վրա, այրվող մեքենաներ, կրակոցներ և մոլոտովի կոկտեյլներ։ Միացյալ Նահանգներում և արտերկրում աճում են վանդալիզմի դեպքերը, որոնք ուղղված են Իլոն Մասկի Տեսլա ընկերության դեմ։ Պայմանական ասած, Թեսլայի ցուցարարները, ավտոմեքենաների կայանատեղիները, լիցքավորման կայանները և անգամ մասնավոր անձանց պատկանող մեքենաները դարձրել են թիրախ։ Թեև մինչև այժմ մարդկային վնասներ չկան, սակայն նյութական վնասը զգալի է։ Միացյալ Նահանգների մի քանի քաղաքներում հրկիզվել են կիբերտրակներ, իսկ որոշ դեպքերում մեքենաների ուղղությամբ արձակվել են կրակոցներ։ Լաս Վեգասում Թեսլայի սպասարկման կենտրոնի մոտ այրվել են մի քանի մեքենաներ։ Լաս Վեգասի FBI հատուկ գործակալ Սփենսեր Էվանսը նշել է, որ հանցագործությունները կրում են քաղաքական դրդապատճառներ։ Տեսլան դարձել է քաղաքական տարաձայնությունների կենտրոն, քանի որ Իլոն Մասկը ակտիվորեն աջակցում է Դոնալդ Թրամփին։ Նրա X հարթակը վերածվել է աջակողմյան քաղաքական հռետորաբանության կենտրոնի։ Բազմաթիվ քաղաքներում, այդ թվում խոշորներում, Լոս Անջելեսում, Սիեթլում, Պորտլենդում, Սալեմում Մասկի քննադատները կազմակերպել են խաղաղ ցույցեր Տեսլայի ցուցասրահների դիմաց, սակայն վերջին դեպքերը ցույց են տալիս, որ վանդալիզմն ավելի ակտիվ բնույթ է ստանում։ Իլոն Մասկը հայտնել է, որ սա կազմակերպված և ֆինանսավորվող արշավ է։ Նա նշել է, որ ձախակողմյան կազմակերպություններն ու միլիարդատերերը նպաստում են այս հարձակումներին։ Դոնալդ Թրամփն այս գործողությունները որակել է որպես ներքին ահաբեկչություն և խոստացել կոշտ պատասխան տալ։ Արդարադատության նախարար Փեն Բոնդին հայտարարել է, որ կսկսվի լայնածավալ հետաքննություն, պարզելու, թե ով է կանգնած այս հարձակումների հետևում։ Եթե դուք հարձակվել եք Տեսլայի վրա, պատիժը խիստ է լինելու, նշել է Բոնդին։ Տեսլայի որոշ սեփականատերեր իրենց մեքենաների վրա փակցրել են հետևյալ գրառումները, փորձելով պաշտպանվել վանդալիզմից։ Ես այս մեքենան գնել եմ մինչև Մասկի խելագարվելը, կամ այս մեկը։ Ես ուղղակի ուզում եի էլեկտրական մեքենա, ներողություն։
Կալիֆոռնիան կանգնած է 6.2 միլիարդ դոլարի բյուջետային պակասորթի առաջ Medicaid ծրագրում, ինչը կարող է ստիպել նահանգապետ Գևին Նյուսոմին եւ դեմոկրատ օրենսդիրներին վերանել 15 միլիոն մարդու, այդ թվում ներգաղթյալների բժշկական ապահովագրության հասանելիությունը։ Այս պակասորթը առաջացել է Medicaid-ի ծախսերի կտրուկ աճի պատճառով, մասնավորապես որևէ իրավական կարգավիճակ չունեցող ներգաղթյալների համար ծրագրի ընդլայնման արդյունքում։ Միևնույն ժամանակ Կալիֆոռնիան կարող է բախվել ավելի մեծ ֆինանսական ճգնաժամի, եթե կոնգրեսի հանրապետականներն իրականացնեն Medicaid-ի ֆինանսավորման կրճատման ծրագիրը, ինչը վտանգի տակ կդնի միլիոնավոր մարդկանց ապահովագրությունը։ Կալիֆոռնիան դեռևս 2015 թվականին առաջին անգամ ապահովագրեց անօրինական կարգավիճակ ունեցող ցածր եկամուտ ունեցող երեխաների։ Հետագայում այս ծրագրի մեջ ներառվեցին երիտասարդները եւ 50 անձինք։ Նախորդ տարի ծրագիրը կրկին ընդլայնվեց ներառելով 26-ից 49 տարեկան բոլոր ցածր եկամուտ ունեցող ներգաղթյալներին, որը նահանգին արժեցել է 2.7 միլիարդ դոլար ավելին, քան նախատեսված էր։ Նյուսոմի կառավարությունը նախորդ շաբաթ տեղեկացրել է, որ վերցրել է 3.44 միլիարդ դոլարի վարկ պետական գլխավոր ֆոնդից, որն օգտագործվելու է Medicaid-ի վճարները կատարվելու համար։ Մինչև հունիս հավելյալ 2.8 միլիարդ դոլար է պահանջվում, ինչը պետք է հաստատվի ապրիլին։ Կալիֆոռնիան կվերացնի արդյոք ներգաղթյալների ապահովագրությունը։ Նյուսոմը նշել է. ոչ, այս հարցը չկա օրակարգում։ Կալիֆոռնիայի դեմոկրատ կոնգրեսականները կազմակերպել են մի շարք միջոցառումներ, որպեսզի հասարակությանը տեղեկացնեն հանրապետականների առաջարկած բյուջետային կրճատումների մասին, որոնք կարող են էական ազդեցություն ունենալ Medicaid-ի, Կալիֆոռնիայի դեպքում Medi-Cal-ի վրա։ Այս միջոցառումները տեղի են ունեցել Սան Ֆրանցիսկոյում, Սան Խոսեում եւ այլ քաղաքներում, որտեղ բնակիչներն իրենց մտահոգություններն են արտահայտել առողջապահական ծրագրերի ֆինանսավորման կրճատումների վերաբերյալ։ Սան Ֆրանցիսկոյում կայացած հանդիպման ժամանակ Սաշա Բիտները, որը քաղաքի աշխարհամդամության եւ ծերերի հանձնաժողովի անդամն է, խոսել է հանրապետականների ծրագրի վտանգների մասին։ Եթե Medicaid-ի վրա սահմանափակումներ լիներ, իմ ընտանիքը կարող էր սննկանալ կամ ես պարզապես կմահանայի, ասել է նա։ Սան Խոսեում մեկ այլ բնակիչ Հուանգ Չունը իր 11-ամսյա դստեր հետ ներկայացել է միջոցառմանը եւ նշել. «Շնորհակալ եմ Medi-Cal-ին, քանի որ առանց դրա չգիտեմ, թե ինչպես կարող ենք հոգալ մեր ընտանիքի բժշկական ծախսերը»։ Այս միջոցառումների նպատակն է տեղեկացնել ընտրողներին հանրապետականների կողմից առաջարկվող կրճատումների մասին, որոնք կարող են էականորեն վնասել առողջապահական համակարգը։ Չնայած այս միջոցառումներն օգտագործվում են դեմոկրատ կոնգրեսականների կողմից, Նենսի Պելոսին եւ սենատոր Ադամ Շիֆը ընդգծել են, որ նրանք փորձում են նաեւ հանրային իրազեկում ապահովել հանրապետական նահանգներում։ Համաձայն դեմոկրատ օրենսդիրների հանրապետականների բյուջետային կրճատումները կարող են 880 միլիարդ դոլարով կրճատել Medicaid-ի ֆինանսավորումը։ Այն համարժեք է 2023 թվականի Medicaid-ի համար կոնգրեսի բյուջեում նախատեսված ամբողջական ֆինանսավորմանը։ Ըստ երկու կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հետազոտության, նույնիսկ այս զանգվածային կրճատումներն իրականացնելով հանրապետականները չեն կարողանալու հավասարակշռել բյուջեն։ Դեմոկրատ օրենսդիրները փորձում են հանրային աջակցություն ստանալ, որպեսզի այս կրճատումները կանխվեն կոնգրեսում, սակայն հանրապետականները շարունակում են պնդել, որ բյուջեի կրճատումները անհրաժեշտ են, նույնիսկ եթե դա ազդի առողջապահական ծառայությունների վրա։ Թրամփն ու Զելենսկին առաջին անգամ են խոսել Օվալաձև աշխատասենյակում տեղի ունեցած միջադեպից հետո։ Թրամփը Զելենսկիին մանրամասն տեղեկացրել է Պուտինի հետ զրույցի մասին։ Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Ռուսաստանի պատերազմի մասնակի հրադադարի հնարավորությունը, որը կներառի երկու երկրների համաձայնությունը զերծ մնալ էներգետիկ ենթակառուցվածքների, այդ թվում ատոմակայանների եւ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներից։ Սպիտակ տունը հայտնել է, որ Զելենսկին դիմել է լրացուցիչ հակաօդային պաշտպանության օգնության խնդրանքով, ինչինի պատասխան Թրամփը խոստացել է աջակցել նրան գտնելու լրացուցիչ ռեսուրսներ հիմնականում Եվրոպայում։ Զելենսկին եւ Թրամփը քննարկել են նաեւ Ուկրաինայից առևանգված երեխաների հարցը։ Նախագահ Թրամփը խոստացել է սերտորեն համագործակցել երկու կողմերի հետ երեխաների վերադարձն ապահովելու համար, ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ։ Թրամփն ասել է, որ Զելենսկիի հետ խոսել է մոտ 1 ժամ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ Թրամփի հետ հեռախոսազրույցի ընթացքում աջակցել է ավելի սահմանափակ հրադադարի տարբերակին։ Սպիտակ տունը հայտնել է, որ բանակցությունները շարունակվելու են Սաուդյան Արաբիայում ընդլայնված հրադադար եւ խաղաղության պայմանագիր ձեռք բերելու նպատակով։ Չնայած լարվածությանը Ռուսաստանը եւ Ուկրաինան իրականացրել են ռազմագերիների փոխանակում, յուրաքանչյուր կողմից ազատ արձակելով 175 ռազմագերի։ Բացի այդ, Մոսկվան Ուկրաինային է փոխանցել 22 ծանր վիրավոր զինծառայողի։ Մոսկվան ակնկալում է, որ Թրամփը կընդունի Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքները, այդ թվում Ղրիմը, որպես Ռուսաստանի մաս։
Ռուսաստանի իշխանությունները նաև ընդգծել են, որ Ուկրաինայի ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը չի կարող լինել խաղաղության համաձայնագրի մաս, ինչը Կրեմլի համար չզիջվող կարմիր գիծ է։ Վոլոդիմիր Զելենսկին նախագահ Թրամփի հետ հեռախոսազրույցը նկարագրել է որպես դրական, շատ բովանդակալից եւ անկեղծ զրույց։ Զելենսկին զուսպ եւ շնորհակալ տոն է որդեգրել զրույցից հետո տարածած հաղորդագրության մեջ, շնորհակալություն հայտնելով Թրամփին բարի եւ արդյունավետ աշխատանքի մեկնարկի համար։ Հայտարարության մեջ չի նշվել այն փաստը, որ Թրամփի եւ Պուտինի միջև հեռախոսազրույցը ավարտվել էր առանց Ռուսաստանի նախագահի պաշտոնական համաձայնության հրադադարի հարցում։ Մենք հավատում ենք, որ Ամերիկայի նախագահ Թրամփի եւ ամերիկյան առաջնորդության ներքո այս տարի հնարավոր է հասնել տևական խաղաղության, ասել է Զելենսկին։ Նախագահ Թրամփը կիսվել է զրույցի մանրամասներով Պուտինի հետ եւ քննարկված հիմնական հարցերով պատերազմն ամբողջական դադարեցման առաջին քայլերից մեկը կարող է լինել էներգետիկ եւ այլ քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարվածների դադարեցումը։ Ես աջակցում եմ այս քայլին եւ Ուկրաինան հաստատել է, որ մենք պատրաստ ենք այն իրականացնել, հավելել է նա։ Զելենսկին սակայն անդրադարձել է նաև Ուկրաինայի եւ Միացյալ Նահանգների միջև տարաձայնություն առաջացրած մի խնդրի, նշելով, որ հետագա հանդիպումների ընթացքում թիմերը կարող են համաձայնության գալ խաղաղության եւ անվտանգության երաշխիքների ուղղությամբ անհրաժեշտ բոլոր հարցերի շուրջ։ Թրամփի վարչակազմը մերժել է Ուկրաինայի պահանջները կապված անվտանգության երաշխիքների հետ հրադադարի համաձայնության դիմաց։ Հենց այս հարցը, արդյոք անվտանգության երաշխիքները կներառվեն բնական ռեսուրսների համաձայնագրի մեջ, հանդիսացել էր այն հիմնական պատճառներից մեկը, որի հետևանքով նախորդ ամսվա ընթացքում Թրամփի եւ Զելենսկիի հանդիպումը Օվալաձև աշխատասենյակում ձախողվել էր։ Միացյալ Նահանգների մի շարք ազգային անվտանգության գործակալություններ կասեցրել են Ռուսաստանի դիվերսիոն գործողությունների, կեղծ տեղեկատվության եւ կիբերհարձակումների դեմ պայքարի ծրագիրը թույլատնելով Մոսկվայի նկատմամբ ճնշումը, քանի որ Թրամփի վարչակազմը փորձում է Ռուսաստանի հետ պայմանավորվածության հասնել Ուկրաինայի պատերազմի դադարեցման հարցում։ Նախկին նախագահ Ջո Բայդենը նախորդ տարի հրահանգել էր ազգային անվտանգության թիմին ստեղծել աշխատանքային խմբեր, որոնք կվերահսկեն այս հարցերը, քանի որ Միացյալ Նահանգների հետախուզական ծառայությունները զգուշացնում էին, որ Ռուսաստանը ակտիվացնում է ստվերային պատերազմ Արևմուտքի դեմ։ Ծրագրի գլխավոր համակարգողը Սպիտակ տան ազգային անվտանգության խորհուրդն էր, որին մասնակցում էին առնվազն 7 ազգային անվտանգության գործակալություններ, եվրոպական դաշնակիցների հետ համագործակցելով Ռուսաստանի թիրախավորված ծրագրերը բացահայտելու եւ խափանելու համար։ Թրամփի կողմից Եվրոպայի քաղաքականության վերանայման ֆոնին աճում են մտահոգությունները, որ Ուկրաինան կարող է ստիպված լինել համաձայնել Մոսկվայի համար ձեռնտու զինադադարին։ Մինչև արևմտյան երկրները քննարկում են Մոսկվայում իրենց դիվանագիտական ներկայությունը կրճատելու հարցը, Թրամփի վարչակազմը քննարկում է Ռուսաստանի դիվանագիտական անձնակազմի ավելացումը Վաշինգտոնում։ Թրամփի վարչակազմի այս որոշումը կարող է արմատական փոփոխություններ մտցնել Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության մեջ, Ռուսաստանի եւ Եվրոպայի հետ հարաբերությունների ոլորտում։ Արևմտյան հետախուզական աղբյուրները շարունակում են պնդել, որ Ռուսաստանը կշարունակի իր սաբոտաժային գործողությունները, եթե Արևմուտքն այս հարցում չդրսևորի կոշտ դիրքորոշում։ Թրամփի վարչակազմը սպառնում է դադարեցնել Նյու Յորքի մետրոպոլիտենի դաշնային ֆինանսավորումը, եթե քաղաքային իշխանությունները չներկայացնեն հանցագործությունների եւ տրանսպորտային չվճարումների դեմ պայքարի ծրագիր։ Վերջնաժամկետը մարտի 31-ն է։ Չնայած Նյու Յորքի տրանսպորտային պաշտոնյաները մատնանշում են հանրային վիճակագրությունը, ըստ որի մետրոպոլիտենի ծանր հանցագործությունների մակարդակը նվազել է այս տարի։ Միացյալ Նահանգների տրանսպորտային նախարար Շոն Դաֆին նամակ է ուղարկել Նյու Յորքի մետրոպոլիտենի տրանսպորտային վարչության ղեկավարին, նշելով բարձր դիտարկման արժանի անվտանգության միջադեպերի մասին։ Եթե դուք չեք կարող ապահով պահել ձեր մետրոպոլիտենը, եթե մարդիկ չեն կարող օգտվել մետրոյից առանց դանակահարվելու, գծերի վրա հայտնվելու կամ այրվելու վախի, մենք կդադարեցնենք ձեր ֆինանսավորումը, հայտարարել է Դաֆին։ Նա նաև հավելել է, որ Չիկագոյի եւ Վաշինգտոնի մետրոպոլիտենները նույնպես կարող են զրկվել դաշնային ֆինանսավորումից, եթե չշտկեն իրավիճակը։ Նյու Յորքի պաշտոնյաները պնդում են, որ մետրոպոլիտենում, որը օրական միլիոնավոր ուղևորներ է սպասարկում, բռնության գործադրելու դեպքերը հազվադեպ են։ Վագոններն ու կայարանները նույնքան անվտանգ են, որքան հանրային ցանկացած վայր։ Սակայն վերջին շրջանում արձանագրված հանցագործությունները, ինչպիսին են կնոջը հրկիզելը կամ ուղևորներին գծերի վրա հրելը, անհանգստություն են առաջացրել ուղևորների շրջանում։ Գերագույն դատարանը դեռևս որևէ քայլ չի ձեռնարկում մի հարցի վերաբերյալ, որը երկար տարիներ անհանգստացնում է ինչպես հանրապետական, այնպես էլ դեմոկրատական վարչակազմերին։ Այն է, արդյոք մեկ դատավոր կարող է արգելափակել երկրի ամբողջ տարածքում գործադրելի քաղաքականությունը։
Դաշնային դատավորները վերջին ամիսների ընթացքում բազմիցս կասեցրել կամ դանդաղեցրել են Թրամփի վարչակազմի քաղաքական որոշումները, որոնք վերաբերում էին քաղաքացիության սահմանափակումներից մինչև ֆինանսավորման սառեցում։ Չնայած այն հանգամանքին, որ որոշ դատավորներ մտահոգություն են հայտնել այսպես կոչված ընդհանուր nationwide կամ համընդհանուր universal արգելքների օգտագործման վերաբերյալ, Գերագույն դատարանը բազմիցս խուսափել է նման գործերի քննարկումից։ Վերջին դեպքը կապված է Միացյալ Նահանգների արդարադատության նախարարության դիմումի հետ, որով դատախազները պահանջում են վերանայել Մերիլենդի, Մասաչուսեթսի եւ Վաշինգտոնի դատավորների կողմից ընդունված որոշումները, որոնք արգելում են ամբողջ երկրում կիրառել Դոնալդ Թրամփի նոր նախագահական հրամանագիրը, որով սահմանափակվում է ծնունդով քաղաքացիություն ստանալու իրավունքը։ Սովորաբար Supreme Court-ը կամ Գերագույն դատարանը արտակարգ դիմումներին արձագանքելու համար տալիս է մի շաբաթ կամ մի քանի օր, սակայն այս անգամ դատարանը վերջնաժամկետ է սահմանել ապրիլի 4-ը առանց բացատրության։ Վերջին տարիներին նկատվել է, որ հանրապետականները դիմում են Տեխասի, Լուիզիանայի, Միսսուրիի դատարաններ, որտեղ դատավորները հակված են աջ քաղաքականությանը, մինչդեռ դեմոկրատները հայցեր են ներկայացնում Մասաչուսեթսի, Կալիֆոռնիայի եւ Նյու Յորքի դատարաններ, որտեղ դատավորները հակված են ձախ քաղաքական հայացքների։ Գերագույն դատարանի դատավորներ Քլարենս Թոմասը եւ Նիլ Գերջուսը հստակ արտահայտել են իրենց դիրքորոշումը, համարելով, որ այդպիսի արգելանքները պետք է անօրինական համարվեն։ Մյուս դատավորները դեռևս իրենց վերջնական կարծիքը չեն հայտնել, սակայն հարցը քննարկման փուլում է։ Իրականում, եթե դատարանը չեղարկի համընդհանուր արգելանքները, ապա Միացյալ Նահանգներում կստեղծվի իրավական քաոս, որտեղ տարբեր նահանգներ կունենան տարբեր կանոններ։ Նոր փոթորիկային համակարգը ազդում է միլիոնավոր մարդկանց վրա Միացյալ Նահանգների միջին արևմուտքում եւ մեծ հարթավայրերում, բերելով ձնաբուկ, իսկ հարևան նահանգներում ուժեղ քամիների եւ անտառային հրդեհների վտանգ։ Ազգային օդերևութաբանական ծառայության եղանակի կանխատեսման կենտրոնի տվյալներով շուրջ 72 միլիոն մարդ հիմա գտնվում է քամու նախազգուշացման տակ կամ զգուշացման գոտում, որտեղ քամիների պոռթկումները պետք է որ հասնեն մինչև 72 կմ/ժ արագության։ Այս եղանակային իրավիճակը մասամբ պայմանավորված է հյուսիսում պահպանվող սառը օդի եւ հարավից ներթափանցող տաք օդի բախմամբ, ինչի հետևանքով ձևավորվում են ճնշման համակարգեր։ Հանգստյան օրերին ուժեղ փոթորիկները, տորնադոները, հրդեհները եւ ավազամրիկները ավերելով հարյուրավոր տներ ու բիզնեսներ նաեւ խլել են առնվազն 42 մարդու կյանք 8 նահանգներում։ Այս փոթորիկային համակարգը 5 շարժվելու է դեպի արևելք, հասցնելով ցուրտ օդային զանգվածը մինչև ԱՄՆ-ի արևելյան ափ։ Նյու Ինգլենդում սպասվում է ավելի ուժեղ ձյուն, հատկապես լեռնային շրջաններում։ Արևելյան նահանգներում հնարավոր են անձրևներ եւ կարկուտ։ Եղանակային իրավիճակն ակտիվ կմնա առնվազն մինչև շաբաթվա վերջ։ Պաշտպանների նախնական հաղթանակը։ Կոլումբիայի համալսարանի ուսանող ակտիվիստը, որը ձերբակալվել էր կառավարության կողմից Պաղեստինի աջակցության ցույցերին մասնակցելու համար, կարող է վիճարկել կալանքի օրինականությունը, սակայն գործը պետք է լսվի Նյու Ջերսիում, ոչ թե Նյու Յորքում կամ Լուիզիանայում։ Այս որոշումն ընդունել է դաշնային դատավոր Ջեսի Ֆուրմանը։ 30-ամյա Մահմուդ Խալիլը, որը Միացյալ Նահանգներում օրինական բնակիչ է եւ չունի քրեական անցյալ, մարտի 8-ին էր ձերբակալվել դաշնային ներգաղթի գործակալների կողմից։ Նախ նա մեկ գիշեր պահվել էր Նյու Ջերսիի ներգաղթի կալանավայրում, ապա տեղափոխվել էր Լուիզիանայի Ջենա քաղաքի ներգաղթի կենտրոն։ Դաշնային իշխանությունները պահանջում էին գործը տեղափոխել Լուիզիանա, պատճառաբանելով, որ Նյու Յորքում չկան ազատ կալանավայրեր։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն որպես Խալիլի արտաքսման հիմք ներկայացրել է հազվադեպ կիրառվող մի օրենք, որը նրան տալիս է լայն լիազորություններ արտաքսելու այն անձանց, ովքեր կարող են լուրջ բացասական ազդեցություն ունենալ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության վրա։ Այս գործը դարձել է բարձր մակարդակի նախադեպ, որը կարող է մեծ ազդեցություն ունենալ արտաքսման գործերի վրա, հատկապես այն ուսանողների համար, ովքեր մասնակցում են քաղաքական ակտիվիզմին։ Ֆինանսավորման խոշոր կրճատումների դեմ պայքարող Կոլումբիայի համալսարանը կանգնած է լուրջ ընտրության առաջ։ Նրանք կամ պետք է կատարեն Թրամփի վարչակազմի պահանջները կապված համալսարանում հակասեմականության մեղադրանքների հետ, կամ դիմադրեն, ինչը կարող է հանգեցնել ել ավելի մեծ ֆինանսական կորուստների։ Թրամփի վարչակազմը Կոլումբիայի համալսարանին դարձնելով նախադեպային ուղերձ է հղում մյուս բոհերին, որ եթե նրանք չենթարկվեն նախագահի հրահանգներին կապված Պաղեստինամետ ակտիվիզմի, բազմազանության ծրագրերի կամ տրանսգենդեր կանանց սպորտում ընդգրկվելու հետ, ապա կբախվեն նմանատիպ պատժամիջոցների։ Մարտի 7-ին, ընդամենը 32 օր անց Կոլումբիայի համալսարանում հետաքննություն սկսելուց հետո, Թրամփի վարչակազմը չեղարկել է $400 միլիոն պետական դրամաշնորհներ եւ այլ ֆինանսավորում։ Վարչակազմը սպառնում է ավելացնել կրճատումները միլիարդավոր դոլարներով, եթե համալսարանը չփոխի իր մոտեցումը Գազայի պատերազմի դեմ բողոքի ակցիաների եւ հակասեմականության հետ կապված մեղադրանքների նկատմամբ։ Մի շարք իրավաբաններ կարծում են, որ Կոլումբիան
կարող է դատարան դիմել, ապացուցելու, որ Թրամփի վարչակազմը անօրինական կերպով է զրկել համալսանին դաշնային միջոցներից։ 1964 թվականի քաղաքացիական իրավունքների մասին օրենքը թույլ է տալիս կրթության նախարարությանը դադարեցնել ֆինանսավորումը քաղաքացիական իրավունքների խախտումների դեպքում, սակայն դա կարող է արվել միայն այն դեպքերում, եթե նախ հայտարարվի պաշտոնական խախտման մասին, ապա հնարավորություն տրվի լսումների և փաստարկների ներկայացման և վերջում ծանոթվի կոնգրեսին, ապա սպասվի ևս 30 օր։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտն այսօր հայտարարել է, որ Թրամփի վարչակազմը կասեցրել է մոտ $175 միլիոն դաշնային ֆինանսավորումը Փենսիլվանիայի համալսարանի համար, կապված նրա լողի թիմում տրանսգենդեր մարզիկի մասնակցության հետ։ Համալսարանը ներկայումս ԱՄՆ կրթության նախարարության հետաքննության կենտրոնում է, որը վերաբերում է հենց համալսարանի լողի ծրագրին։ Հետաքննությունը հայտարարվել էր նախորդ ամիս անմիջապես այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել էր հրամանագիր, որով նախատեսվում է արգելել տրանսգենդեր մարզիկների մասնակցությունը աղջիկների և կանանց սպորտային մրցումներին։ Փենսիլվանիայի համալսարանի խոսնակը հայտնել է, որ բուհը որևէ ծանուցում կամ մանրամասներ չի ստացել այս որոշման վերաբերյալ։ Հարկ է նշել, որ Փենսիլվանիայի համալսարանը միշտ հետևել է NCAA-ի և լիգայի քաղաքականությանը, որը վերաբերում է ուսանողների մասնակցությանը մարզական թիմերում, ասված է համալսարանի հայտարարության մեջ։ Մենք նախկինում և այժմ լիովին համապատասխանում ենք բոլորային կանոնակարգերին, որոնք կիրառվում են ոչ միայն Փենսիլվանիայի համալսարանի, այլև մեր գործընկեր համալսարանների նկատմամբ, ամփոփված է հայտարարության մեջ։ Կրթության նախարարության քաղաքականության իրավունքների գրասենյակի կողմից սկսված հետաքննությունը կենտրոնանում է Լիա Թոմասի վրա, որը լողում է համալսարանի կանանց թիմում և 2022 թվականին դարձել է առաջին բացահայտ տրանսգենդեր մարզիկը, որը հաղթել է առաջին դիվիզիոնի առաջնությունում։ Բացի Փենսիլվանիայի համալսարանից, նախարարությունը նաև սկսել է հետաքննություն Սան Խոսեի պետական համալսարանի վոլեյբոլի ծրագրի և Մասաչուսեթսի միջդպրոցական մարզական ասոցիացիայի նկատմամբ։ Այսօրվա համար նախատեսել էինք այսքանը։ Շնորհակալ եմ ուշադրության համար։ Խնդրում եմ մեկնաբանությունների բաժնում նաև թողնել ձեր կարծիքը կապված Թրամփի վարած քաղաքականության վերաբերյալ։ Ես Հարություն Մինասյանն եմ, առողջ եղեք։